Կոմիտետը Եվրոմեդիա 24։ Պարոն Փաշինյան, քանի որ շատ է, հա։ Տեսակ ազատագրվեցիք, չեն հրում ես։ Քանի որ դուք շարժ եք նշում, որ Հայաստանում հեղափոխությունից հետո դատական համակարգը այլևս անկախ է, հավասար է գործում բոլորի համար, կապ չունի իշխանական ընդդիմադիր, այս սրա վերաբերյալ մի հատ ու շատ է թեև քննարկվել, բայց հիմա նայեք, երբ որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը խոսքը Գոհար Հունաշյանի մասին այդպես մեծ տարեց կնոջը մտերվեց, իրավապահները առանց հապաղելու գործ սկսվեց, ձերբակալություն եղավ ու գործը մի անգամից ընդհանրացավ, մի քանի օր հետո տեսնում ենք նույնը դիմակցի կողմից, քաղաքապետի կողմից, երբ որ երեխային ընդունվել է, բայց հիմա թեև այսպես հա կա քննարկում, վայր կա, բայց իրավապահ համակարգը հապաղում է։ Նախ ուզում եք ձեր իմանալ, այստեղ դուք խնդիր չեք տեսնում, ոնց է տեսնում ընդդիմադիրների դեպքում դա գործում է, այսպես արագ իրավապահները գործ են ասնում, մինչդեռ ձեր դիմակցի դեպքում այսպես գործը կարծես քնած է, հա, որևէ առաջընթաց չկա, որ հասկանալի վերջը թե խախտում եղել է, թե ոչ նախընտրական։ Ես համոզված եմ իրավապահները բոլոր դեպքերը կքննեն եւ կտան իրավական ճիշտ գնահատական։ Ես շատ մանրամասներից պարզապես տեղյակ չեմ եւ ինձ չեմ վերապահ ինչպես վեդի դեպքում իրավական փորձագետի դիրքորոշումից հանդես գալ, որտեղ ամեն գործը ենթադրում եմ ունի իր նրբությունները, բայց ես համոզված եմ, որ իրավապահները գործեն օրենքի տրամաբանությամբ եւ իմ առաջ քաշած հարցերից մեկը իրավական ոլորտում այն է, որ մենք պետք է ունենանք ստանդարտ։ Այսինքն եւ դա մենք դատաիրավական համակարգի բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն է, որ մենք ունենանք ստանդարտ եւ իրավապահ դատաիրավական համակարգը, եթե մի նախադեպով, մի դեպքով, մի կերպ գործում է, ուրեմն դրանից հետո եղած բոլոր դեպքերում պետք է նույն կերպ գործի եւ այստեղա որ նաեւ մենք շատ կարեւորում ենք վճռաբեկ դատարանի դերը, ով նախադեպային որոշումներով ուղղակի կշրջանակի իրավական դեպքերը եւ որպեսզի մարդկանց համար կանխատեսելի լինի թե որ դեպքում ինչու ինչ հետևանք է։ Դուք խնդիր տեսնում եք իրավապահները միջև բարույթ հարուցեն գործը կնրուկ այստեղ խնդիր տեսնում եք։ Գիտեք ինչ, ես ելի եմ ասում, ես ձեր նշած դեպքերի բոլոր մանրամասներին տեղյակ չեմ, առավել եւս որ երկրորդ հատվածում եղել եմ անդադ այսօր էլ։ Հիմա եթե ինձ այսօրվա լրահոսից հարց տակ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ լինի, որտեղ նույնիսկ Տիկին Բաղդասարյանի հետ աշխատանքային հանդիպում չեմ հասցնում ունենամ, ով ինձ տեղեկացնում է թե ինչ լուրեր կան, որոնց վերաբերյալ կարող է հարկ լինել, որ ես մեկնաբանություն տամ, ես մանրամասներին տեղյակ չեմ, որպեսզի գնահատեմ։ Տեղյակ ելնեին ինչի պետք է այս իրավական գնահատական տամ, իրավական գնահատականները պետք է։ Քաղաքական գնահատականը ես կոչ եմ անում, որ մենք բոլորս, դուք նկատել եք, որ ես ուղիղ եթերում եմ քարոզարշար, դպրոցի մոտով անցնում եմ, ուզում եմ մտնեմ, տեսնեմ, վերջը լավ դպրոց Ջերմուկի դպրոցն է, նորոգել ենք, ուզում եմ մտնեմ ուղղակի նայեմ ոնց է ստացվել նորոգումը, բայց անդադ հարցնում եմ, հիմա օրենքով կհակասի, որ մտնեմ, թե չի հակասի, հետո չգիտեմ, միտեղ մի գործողություն կհակասի, թե չի հակասի, այսինքն իմ լավագույն ցանկությունն է եւ դրանում ձև չկա, որ մենք բոլորս գործենք օրենքի շրջանակներում։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Պարոն վարչապետ, ընդդիմադիր շրջանակները առավոտից պնդում են, որ Երևանը դիմադրություն է ցույց տալիս քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին, այսօր Երևանում ընթացող, քանի որ առավոտից շրջում եք շփվում հանրության ներկայացուցիչների, դուք նման տպավորություն ստացավ եք եւ արդյոք տեսնում եք այդ դիմադրությունը, որի մասին խոսում եք։ Դե գիտեք, ես որքան տրամաբանական ես մեկնաբանեմ մի բան, որը տեղի ունենում ուղիղ եթերում, ընդ որում չգիտեմ, իմ Facebook-յան էջը հաստատ, բայց ենթադրում եմ լրատվամիջոցներն են, չէ՞ ուղիղ եթեր տալիս։ Դե այսինքն որ 5-6 գուցե ավել տեսախցիկներով ուղիղ եթերում լուսաբանում, ես մի ասեմ ձեզ ժողովուրդ, գիտեք ինչ, չէ, սա խիստ դիմադրում է Երևանը, կամ ասեմ, չէ, խիստ չի դիմադրում, դե մարդիկ թող նայեն իրանց հետևությունը։ 21-ի հետ որ զուգահեռ Հասկացել եք հարգելի ազատություն։ 21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք, 21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք, մեր ընտրական գործերի վիճակը էականորեն ավելի լավ, շատ ավելի լավ, անհամեմատելիորեն ավելի լավ եւ դա այնքան ակնհայտ է, որ կարծում եմ հնարավոր չի դա չնկատել։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։